Այնց կասեք, ինչպես ազդեց ձեզ վրա այդ վախի մթնոլորտը։ Բայց ես վախի մթնոլորտում չեմ ապրում։ Ինչպես ազդեց ձեզ վրա վախի մթնոլորտը։ Ձեզ քննադատում են ձեր ազատության համար, օրինակ բաց հագուստ, կիսամերկ լուսանկարներ, մի քանի զուգընկերներ նույնիսկ միաժամանակ ունենալու հետ կապված։ Ես իհարկե գնահատում եմ ձեր ազատությունը, դուք ինչ կասեք այդ մասին, այ փչացած։ Վերջերս հոլովակ էր տարածվել ձեր մասնակցությամբ Տելեգրամում, որը շատ արագ ջնջվեց ձեր նախաձեռնությամբ։ Ոնց կարանք նայենք այդ հոլովակը։ Շատ թարմ նորություն ունենք, դու ամուսնացել ես, մենք շատ ուրախ ենք քեզ համար ողջ անձնակազմով, տաղավարը ուղղակի լցված է այդ ուրախությամբ և ջերմությամբ քո նկատմամբ, շատ գեղեցիկ ես և այդ գեղեցկությունը ևս լցնում է այս տաղավարը։ Մերսի շատ։ Վերջերս կորցրել եք ձեր հայրիկին։ Գտակ։ Ասանունս, Մերսեդեսա մաշինս։ Եթե ծանր է ձեզ համար, կարող ենք այլ բանից խոսել։ Ճիշտն ասած շատ ծանր է։ Ձեզ մոտ տեսողական խնդիրներ են առաջացել, որևէ կերպ դա ձեզ խանգարում է։ Չէ, ընդհանրապես չի խանգարում։ Ֆիրմայի ահագինս տվել է քեռակինս։ Ձեր մայրիկի հետ միշտ շատ ջերմ հարաբերություններ եք ունեցել, կարելի է ասել մոր և դստեր իդեալական հարաբերությունների օրինակ էին դրանք, կասեք ինչպես փոխվեցին ձեր հարաբերությունները, երբ պարզեցիք, որ դուք որդեգրված եք։ Ոնց, ես որդեգրված եմ։ Վերջերս փողոցում ձեզ վրա շուներ հարձակվել և գծել ձեզ, ինչ-որ հետևանք դա ձեզ վրա ունեցավ։ Չէ, ընդհանրապես չի ունեցել։ Բացվել է գարուն քո նշի տանի, ուզում եմ պսակվել գրողը տանի։ Մեր հյուրն էր աղաս Մանուկյանը։